մեկ կարևոր նկատառում անեմ, խոսքը վերաբերում է ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի այս առաջին նստաշրջանին, ես ակնկալում էի, որ այնտեղ հիմնականում պետք է քննարկվեն այնպիսի խնդիրներ, որոնք շատ արդիական են մեր հասարակության համար, դա երկու խնդիր է, ըստ իս տնտեսական դժվարությունները, որը կարող է Հայաստանը հանգեցնել կոլապսի, տարվա վերջ կամ հաջորդ տարվա գարնանը եւ դրան դիմագրավելու դիվանագիտական, տնտեսական, քաղաքական էֆեկտները եւ քպական ասումը ներդրումային այնպեսի հող են բացել Մարիամ ջան, մենք երբ ենք սկսել հավատալ քպականներին, ես էլի նշում գեբե տնտեսությունը ինչ կոլապսի մեջ է իրականում, ներդրողը ոնց պետք է գա, տեսնում է օրը ցերեկով, մարդու ունեցածը, մարդու ներդրումը, մարդու ստեղծածը գողանում են, խլում են։ Հիմա այդ հերթով ասենք, նախ քպականներին հավատալու հետ կապված, օրինակ Գեբելսը եթե քպականներին տեսներ, կարող է ինֆարկտ ստանալ, որովհետև իրենք ստախոդությամբ իրենք երազանցողներ են հայտնվել Հայաստանում եւ օրինակ բերեմ, հա, Գևորգ Պապոյան անունով падգամավորը կանգնում ասում է ձկնաբուծությունը արտահանման հետ կապված խնդիր չունի, երկրորդ օրը ձկնաբուծությամբ զբաղվողները հայտնվում են կառավարության դիմաց, թե ասում են դե ապահովի, ինչի մասին ես խոսում, չեն կարողանում ապահովել, հիմա ինչ-որ խնդիրներ, այդ կարծում եմ Զարթուղի ճանապարհներով էդ էլ կբացահայտվի կփակեն, փորձում են Վրաստանի միջոցով, Ղրղստանի միջոցով օրինակ Ծիրանը, Ուզբեկստանի միջոցով, այն օրը կարդացի, որ 40% Ծիրանի արտահանում է տեղի ունեցել Ուզբեկստանը ինքը Ծիրան աճեցնող եւ արտահանող երկիր է եւ դա հուշում է այն մասին, որ գտնվել են ինչ-որ ճանապարհներ, օրինակ Ծիրան Ուզբեկստանի միջոցով, այսինքն Ռուսաստան է մտնում, այսինքն չեն գտել իրենք այլընտրանքային շուկաներ եւ էլի Զարթուղի ճանապարհները մեկ Ուզբեկստանի միջոցով ենթադրում եմ, հա, այսինքն ինչի պետք է 40% Հայաստանի Ծիրանը գնա Ուզբեկստան անտրամաբան մրգի երկիր է, ուզբեկները հաստատ հայկական Ծիրանի հույսին չէին մնա, էլի։ Եվ հետո կարդում ենք, որ Վրաստանը պատմական մաքսիմումի է հասցրել ձկան արտահանումը Ռուսաստան, սա ինչի մասին է խոսում, սա խոսում է այն մասին, որ շատ հնարավոր է փորձում են Վրաստանի միջոցով արտահանում իրականացնել, ես բան չունեմ ասելու, սրանք միջոցառումներ են, որ կարող է փրկել որոշ տնտեսվարողների, բայց սա երկարաժամկետ չի կարող լինել, որովհետև այս ամեն ինչը կբացահայտվի, այդ ճանապարհն էլ կփակեն, այսինքն պետք է գլոբալ պայմանավորվածություն, խնդիրների գլոբալ հանգուցալուծում տալ, երբ դու գնում ես առճակատման, երբ դու հայտարարություններ ես անում ամպագորգոր, ավետում ես կամ հայտարարում ես ՀԱՏՄ-ի գործառման մասին, երկաթգիծ ես փորձում հետ վերցնել ռուսներից, տարատեսակ փոքր ու միջին կծոցներ ես անում Ռուսաստանի նկատմամբ, դա ամենևին չի խոսում, որ դու պատրաստվում ես, դու ինքնիշխան ես ու պատրաստվում ես այդ քայլերով հարաբերություններ վերականգնել, լուծել հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց խնդիրները, ովքեր ներգրավված են գյուղատնտեսական այդ մթերքների արտադրման եւ մշակման մեջ, լոգիստիկ այդ համակարգում բեռնատարների երևի հարյուրավոր հազարավոր վարորդներ լուրջ խնդիրների առաջ են կանգնած, ձկնաբուծարաններում աշխատողները եւ դրանց տերերը էլի լուրջ խնդիրների առաջ են կանգնած, ծաղիկ աճեցնողները էլի կրկին շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնած, այսինքն այդ ժամանակավոր քայլերով խնդիր չի լուծվում, խնդիրը լուծվում է ստրատեգիկ հերանեկարում ստրատեգիկ պայմանավորվածությունների հիման վրա, բայց փորձը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը այդ առումով նրա օգտակար գործողության գործակիցը գրեթե զրոյական է։ Հիմա ես չգիտեմ իրենք դիտմամբ են անում, չունեն ուղեղի համապատասխան գործ բջիջներ, որ կարողանան այնպիսի որոշումներ կայացնեն, որ տասնյակ հազարավոր մարդիկ այդ ամեն ինչից չդուժեն, դա էական էլ չի, եթե մարդ աճեցրել է վարկ է վերցրել, լոլիկ է աճեցրել, ձուկ է բուծել այնտեղ, ծաղիկ է աճեցրել ու հիմա կանգնել է
հսկական ֆինանսական խնդիրների առաջ իր համար ամենևին էլ էական չէ Նիկոլ Փաշինյանը ու Գևորգ Պապոյանը անընդունակ են ինչ որ խնդիր լուծելու դիտմամբ են անում իրենք թքած ունեն այդ ամենի տնտեսվարողների էլ իրենց խնդիրների վրա էլ թե մեկ այլ պատճառ կա խնդիրն այն է որ այդ մարդիկ հիմա ունեն այդ խնդիրը եւ այդ խնդիրը պահանջում է ստրատեգիական լուծում Ստրատեգիական լուծումը Ռուսաստանը տեսնում է հանրաքվեով, ասում է՝ «Արա հանրաքվե» եւ թող ժողովուրդը որոշի, ԵԱՏՄ-ը գնում թե մնում եք ԵԱՏՄ-ում, թե գնում եք Եվրոպական միություն, որտեղ ձեզ չեն էլ սպասում։ Ընդհանրապես դուք այնտեղ որևէ մեկին պետք էլ չեք։ Ու այնտեղից որևէ մեկը չի էլ ասել, որ Հայաստան մենք պատրաստ ենք ինչ-որ բան անելու։ Այն որ Ծիրանի ջեմ են փակում ինչ-ինչ տոտաներ Եվրո չինովնիկ, դա ամենևին չի նշանակում, որ Ծիրանը ձեր այնտեղ վաճառվելու է։ Եթե վաճառվելու լիներ, ինչ որ բան կվաճառվեր, բայց մինչև հիմա չի վաճառ, չի էլ վաճառվելու։ Այն ծավալներով, ինչ ծավալներով վաճառվում է Ռուսաստանում, որևէ միտեղ չի վաճառվելու այդ ամեն ինչը։ Եվ այս համատեքստում ես ակնկալում եմ, որ խորհրդարանում հենց այդ խնդիրները նախ առաջերտին պետք է բարձրացվեր, կարծում եմ երևի ժամանակ ունենան առաջիկայում շեշտադրումներ անել այդ մասին, որովհետև էլի կրկնեմ, մեր սպասում է տնտեսական կոլապս այս տեմպերով։ Վերջի տարիներին, եթե ուշադիր լինեք, հայկական տնտեսությունը այն աճի մասին, ակտիվության մասին, որ իրենք խոսում են, 3 կարևոր գործոնների վրա է աճել։ Դա ռուս-ուկրաինական հակամարտություններ, որի հետևանքով ֆինանսների, գործարարների ահավոր մեծ ներհոսք տեղի ունեցավ Հայաստան, դա նաև կապիտալ է, բանկերը սկսեցին աճել, տնտեսությունը սկսեց ակտիվանալ, դա Նիկոլ Փաշինյանից եւ նրա չինովնիկներից որևէ կերպ կապված գործընթաց չէր։ Եթե նորմալ իշխանություն լիներ, ավելի նորմալ կօգտագործել այդ հնարավորությունները երկարաժամկետ տնտեսական աճի նախադրյալներ ստեղծելու համար։ Բայց քանի որ սրանք են ուղղակի այդ փողից արբեցած, այդ ամեն ինչը տեսան, առանձնապես որևէ գործողություն չարեցին այդ տնտեսական աճը հերանեկարային սարքելու, այդ նույն ասած այլընտրանքային շուկաներ գտնելու նմանատիպ դիվերսիֆիկացիոն գործընթացներ անելու համար։ Դու այն ժամանակ անեին, եթե իրենք ուզում էին դիվերսիֆիկացիա, եթե իրենք ուզում էին այդ չափով կախված չլինել Ռուսաստանից, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք է Ռուսաստանից ապրանքաշրջանառության տեսանկյունից կախվածությունը հասել շատ բարձր, կարծեմ 70-80%-ի։ Հենց իր օրոք է հասել։ Հիմա որ իրենք խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, ես ուղղակի ծիծաղում եմ այդ ամեն ինչի վրա։ Եվ վերադառնալով երկրորդ գործոնին, այդ երկրորդ գործոնը արդեն ոսկին էր, որ ոսկին Ռուսաստանից գալիս էր, այստեղից արտահանվում էր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, արաբական երկրներ եւ այլն։ Որը ժամանակ դա խթանեց, հետո հիմա մտել է տևական ժամանակ էլ անշարժ գույքի այդ շուկան է։ Սրանք ժամանակավոր բնույթ են կրում եւ արդեն գնում են անկման, այսինքն Երևանում կառուցվել է այնքան բնակարան, այնքան բնակ մակերես, որ այդտեղ նույնիսկ ապրողել չեն գտնելու, այսինքն այդ կապիտալը այլևս լիկվիդային չի դառնալու, հատկապես ծայրամասերը կենտրոնամերձ հատվածներում հնարավոր ինչ-որ բան աշխատի, բայց դրանից ինչքան հեռանում է, այդքան կապիտալը ոչ լիկվիդային է դառնում։ Ու այս անկումը ուշ թե շուտ տեղի է ունենալու եւ մենք հասնելու ենք իրենց զրոյական կետին, զրոյական ակտիվությամբ, եթե իրենք ասեն մենք տնտեսությունը սկսելու ենք մեր զրոյական կետից, այդտեղ ազնիվ կլինի, որովհետեւ իրենց կողմից կառավարվող վարվող տնտեսությունը իրականում կլինի հենց զրոյական կետից կամ մինուսային կետից։ Եվ այս ամեն ինչի մասին մեր հասարակությանը պետք է տեղեկացնի, որ իրենք գոնե այդ կառավարը Բայց իշխանություն պահող ամեն գնով իշխանություն։ Դες ամեն ինչ արում է, որ իշխանություն պահի։ Եվ գիտեմ շտապում եք մի վերջին հարցեր։ Հայկ Կոնջարյանի կնոջ $10,000 աշխատավարձերն է, որ ասում են կոռուպցիա պոզով ոչով, ինչով է լինում, խնդրեմ։ Հայկ Կոնջարյանի հետ կապված տեսեք, այդ մարդը ես չէի ուզեն նման կարգի անձնավորությունների անդրադառնալ, բայց քանի որ հիմա տվել են ազգային ժողովի փոխնախագահ, տեսեք ինքը իրեն ներկայացնում էր
հիմա էլ է ներկայացնում երևի այդպես անարդարությունների, կոռուպցիայի, նեպոտիզմի դեմ պայքարի առաջնամարտիկ տենց պաթետիկ ելույթներ է ունենում, խուճուճ ինչ որ փորձում է հասարակության աչքին երևալ ազնիվ գաղափարական ինտելեկտուալ ոճի քաղաքական գործիչ, բայց բացվում է ինչ օպորտունիստ, այսինքն մարդ, որը Լուսավոր Հայաստան կուսակցության կարկառու ներկայացուցիչ էր, տեսա, որ իշխանությունը անցնում է ՔՊ-ին կամ անցել է ՔՊ-ին, միանգամից թռավ ՔՊ-ի գիրկը եւ փորձում է ՔՊ-ում կարիերա անել եւ այդ կարիերան դրսեւորվում է տարբեր երևույթներով, օրինակ, ասենք, կնոջը դասավորել հայփոստում, որը ստանում է $10,000, ես չգիտեմ այդ դասավորելու գործընթացը ինչքանով է տեղի ունեցել, բայց ես ներքին համոզվածություն ունեմ, որ եթե Հայկ Կոնջորյանը չլիներ ԿՊԱ-ական եւ այնտեղ ինչ որ դիր չզբաղեցներ, նրա կինը չէր լինի հայփոստի ղեկավար եւ չէր ստանա այդքան աշխատավարձ։ Ինչ որ մեկը կասկածում է, որ ասենք եթե Հայկ Կոնջորյանը ԿՊԱ-ական այդ դիրքերը չունենար, նրա կինը կլիներ այդ պետական ընկերության գլխավոր տնօրեն եւ այդքան աշխատավարձ կունենար։ Համոզված եմ, չէ։ Եվ երկրորդ հանգամանքը եղբոր հետ կապված, ես համոզված եմ, որ նրա եղբայրը կպատժվեր որոշ գործողությունների համար, եթե լիներ սովորական քաղաքացի եւ չլիներ Հայկ Կոնջորյանի եղբայրը, նրան օրինակ թարմ օրինակ եմ բերում, հա, մամուլում կարդացի Քրիստինե Վարդանյանն էլ էր ասել, 1 տարով զրկել են վարորդական իրավունքից, հետո պարզվել է, որ չեն ուղարկել դատվածության մասին թուղթ ոստիկանությունից, չգիտեմ ինչ պատճառներով, եւ 1 տարին դարձրել են 3 ամիս, հետո պարզվում է, որ նա դատված է եղել խարդախության համար, մամուլում այդպիսի բաներ կարդացի, ու այդ ես համոզված եմ, որ այդ ամեն ինչ ուրիշ ձևի կլիներ, եթե Հայկ Կոնջորյանը չլիներ իշխող ԿՊԱ-ական կուսակցության անդամ, օրինակ նա չէր կարողանա պարեկների ուղեկցությամբ ամենավերջին հայհոյանքները ուղղել ինչ որ մի անձնավորության հետ, որը իր նախկին ընկերն է եղել, չգիտեմ, ինչ որ գործեր են արել իրար հետ, հրապարակային, հա, հրապարակային նման բաներ ինքը չէր կարողանա անել։ Եվ այս համատեքստում ուղղակի ինձ համար արդեն Հայկ Կոնջորյանը վերջացած քաղաքական գործիչ է, սպառած քաղաքական կապիտալով, ուղղակի նա ԿՊԱ-ականներից հերթականն է, իդեմս, որի մենք տեսնում ենք, թե ինչի է իշխանություն ստանալուց հետո ինչպես են մարդիկ բացահայտվում եւ ցույց է տալիս, թե ինչն է եղել իրենց իրական նպատակը իշխանության հասնելու համար, դա հարստանալ, օգտագործել հանրային ռեսուրսները եւ իմ խոսքը ավարտեմ հայտնի Պանիկովսկու Բենդերի խոսքերով, ով մահախոսական է ասում Պանիկովսկու այդ շիրիմի մոտ, նա ասում է Պանիկովսկին նախկին սակագող էր, որը ձգտում էր ապրել հասարակության հաշվին եւ հասարակությունը անընդհատ մերժում էր Պանիկովսկուն եւ նա դա ծանր էր տանում։ Հիմա այս շատ ԿՊԱ-ականներ, երբ նայում ես մինչև հեղափոխությունը, պայմանական սակագողեր, հա, ճակերտավոր, որոնք միշտ ձգտել են ապրել հասարակության հաշվին, բայց հասարակությունը մերժում էր նրանց, բայց հիմա եկել են իշխանության, ապրում են հասարակության հաշվին, դե մեր վճարած հաշվին են, հարկերի հաշվին են, չէ, այնտեղ աշխատավարձեր եւ այլն, պարգևավճարներ, նմանատիպ բաներ ստանում եւ հասարակությունն էլ կողքից տենց գլուխը կախ նայում է այդ ամեն ինչին եւ փորձում է հասկանալ, թե այս շապիտո կրկեսը երբ է ի վերջո Հայաստանից գնալու։